Ջրի արտահոսքի հետքերով բազմաբնակարան բարձրակ շենք է, ներքևի հարևանը արտահոսքա մոտանկատ է, քրոնիկա գծած խնդիր է, ինչ-որ ամիսներ կամ տարիներ տևող, ուրեմն խնդիրը հետևյալում է, պատվիրատուն սկսել է քանդելը, հասկացել է, որ սխալուղությունով է, կանգնեցել է, անցել են որոնների։ Ջրի համակարգին ճնշումներ տալով, այսինքն սառը տաք ջրի համակարգին ճնշելով ճնշման անկում չեմ դիտարկել, մի հատ էլ հեսա տաք ջրի համակարգը կտաքացնեմ, նոր կրկին ճնշումներ կտամ, որտեղ լինում են դեպքեր, որ համակարգը տաքանալուց ընդարձակվելուց է սկսում արտահոսել, մի հատ էլ հեսա այդպես կստուգեմ։ Տաք ջրի համակարգը, այսինքն խողովակաշարը տաքացնելով, ճնշում տալով կրկին անկում չունեմ, հասնեմ կողմին ստուգել։ Դե ինչ տան մեջի հետազոտություններս ավարտին եմ մոտեցել, այսինքն տեսադիտարկել եմ կոյուղագիծը վրայի կանցկացներ չունեմ, այսինքն մեր միակ աղբյուրը մնում է շախտի հատվածը, հեսա վերևից մի 3 բնակարան պետք է խնդրենք, որ միաժամանակ կոյուղին բացեն ու հասկանանք ըստ երևույթին միակ աղբյուրն է մնում, արդեն հոսքը շախտի մեջ էս պետք է լինի, հարևանի մոտ տեսադիտարկել եմ, այսինքն հարևանը շախտը դեպի ներս գնացել, այսինքն կազիրոկով հավաքած է, դրա մոտ էլ իր մոտ է, հետ ամեն ավելի արտահայտվում, իր մոտ տեսնած ուղիղներ, ինքը ոչ էլ կնկատեր, որ հոսքեր կա շախտի մեջ, տեսնենք։ Դե ինչ արտահոսքը ֆիքսած է, այսինքն հիմա կամերան գտնվում է շախտի հատվածում, շախտի մեջից է հոսքը, հեսա փորձեմ տեղը կոնկրետ մետրով տեղորոշեմ, որ հասկանամ որտեղից են քանդելու ինչ են անելու։ Արտահոսքը հայտնաբերվեց 17-րդ հարյուրում։ Իմ ենթադրությունը ես ասել եմ, նայ